Բարև ձեզ սիրելի երեխաներ, հուսով եմ բոլորդ լավ եք, ունեք բարձր տրամադրություն։ Դե այս բարձր տրամադրությամբ կսկսենք մեր այսօրվա դասը։ Մեր այսօրվա թեման է ինչպես բազմանիշ թիվը բազմապատկենք միանիշ թվով սյունյակաձև։ Մինչ այդ մենք անցել ենք բազմապատկում ինչպես ենք թիվը ներկայացնում կարգային գումարելիների գումարի տեսքով, ապա բազմապատկում ենք միանիշ թվով, հետո արտադրյալը ներկայացնում ենք գումարի տեսքով, հաշվում ենք արտադրյալ։ Իսկ այսօր կսովորենք բազմապատկում բազմանիշ թիվը միանիշ թվով ավելի հեշտ ձևով։ Մինչ բազմապատկում կատարելը վերհիշենք ինչն է կարգ։ Համարա։ Կարգը դա թվանշանի գրաված դիրքն է թվի մեջ։ Ճիշտ է, իսկ որն է կոչվում դաս։ Ալեն։ Դասը իր մեջ օրինակում է 3 կարգ։ Հեշտ կատարելու համար նախ թիվը ինչ ենք անում։ Դասի Այո, ներկայացնում ենք դասերով, որպեսզի կարողանանք թիվը շատ հանգիստ կարդալ։ Հիմա ես ձեզ կառաջարկեմ մի թիվ, դու պետք է ներկայացնեք այդ թիվը կարգային գումարելիների գումարի տեսքով։ 236։ Ով կարող է գալ եւ ներկայացնել կարգային գումարելիների գումարի տեսքով։ Դիանա։ Իսկ դու կարող եք եղանել տեղում աշխատել։ Տեղում դուք գրեք, գուցե Դիանան սխալ ներկայացնի, դուք կարող եք ճիշտը ներկայացնել։ Տեսեք, Դիանան ներկայացրեց թիվը կարգային գումարելիների գումարի տեսքով։ Այսինքն առանձնացրեցինք հարյուրյակը, առանձնացրեցինք տասնյակը եւ միավոր։ Այս նույն թիվը մենք կարող ենք բազմապատկել միանիշ թվով, առանձին գումարելիները բազմապատկելով միանիշ թվով։ Նստի Դիանա, հաջորդ թիվն ենք գրում 143 անգամ 3։ Ով կարող է ներկայացնել սա մեր անցած թեմաներից է։ 0 գումարած 2 հավասար է 2 գրում ենք ասնավորների շարքում։ 3 գումարած 1 հավասար է 4 գրում ենք հարյուրավորների շարքում։ Կարդում եք թիվը։ 300 գումարած 120 գումարած 5 հավասար է 425։ Իսկ կարող ես 425 թիվը բնութագրել։ 425 թիվը եռանիշ թիվ է։ Իսկ ինչու է կոչվում եռանիշ։ Որովհետև գրվում է 3 նիշով։ Ահա։ 425 թիվը կենտ թիվ է, որովհետև վերջանում է կենտ թվով։ Այո, կենտ թիվ է, որտեղ վերջանում է կենտ թվով։ 429-ի մեջ քանի տասնյակ կա։ 429-ի մեջ ասենք։ 429-ի մեջ կա 42 տասնյակ։ Իսկ 429-ի մեջ քանի միավոր կա։ Համարա։ 429-ի մեջ կա 429 միավոր։ Երեխաներ, մինչ մեր թեմային անցնելը մի հատ հիշենք։ Ինչ է բազմապատկում։ Բազմապատկում ասելով ինչ ենք հասկանում։ Ինչ ենք հասկանում, Արտյոմ։ Բազմապատկում ասելով հասկանում ենք, տվյալ թվի կրկնվող գումարը կոչվում է բազմապատկում։ Իհարկե, տվյալ թվի կրկնվող գումարը։ Օրինակ, ես գրում եմ 26 անգամ 4։ Ով կարող է այս թիվը ներկայացնել։ 26 գումարած 26 գումարած 26 գումարած 26։ Ահա։ Երեխաներ համաձայն եք Թամարայի հետ։ Ճիշտ է կատարել գործողությունը։ Նստի Թամարինա։ Դուք տեղում աշխատեք երեխաներ։ Դուք աշխատեք, գուցե երեխաները սխալ աշխատեն, փոխեն։ Ահա, օրինակ գրում ենք 400 անգամ 400 անգամ 4։ 400 անգամ 4 հավասար է 1600։ Ահա։ Իսկ ո՞րն է աշխատան օրենքը։ Լիլի։ Աշխատան օրենքը, որ մենք ներկայացնում ենք կարգային գումարելիների գումարի տեսքով եւ բազմապատկում ենք միանիշ թվով։ Եվ առանձին կարգային գումարելիները բազմապատկում ենք միանիշ թվով։ Տեսնում եք երեխաներ, այս բազմապատկման ձևերը բավականին երկար են, իսկ մենք կարող ենք ավելի հեշտ ու կարճ տարբերակով։ Հիմա արդեն մեր նոր նյութը, այսինքն բազմանիշ թվերը կբազմապատկենք միանիշ թվով։ Հիմա ուշադիր հետևում եք ինձ, ես գրում եմ, դուք հաշվում ասում եք, իսկ ես լրացնում եմ։ Պարզ է երեխաներ, պատրաստ եք ինձ օգնելու։ Այո։ Ապրեք։ Հիմա գրում եմ, սկզբից ես բազմապատկում եմ թիվը առանց կարգային անցման։ Հետո կբացատրեմ, որ բազմապատկում կատարում ենք կարգային անցումով։ 123 անգամ 3։ Ուշադիր հետևեք, երեխաներ, այս հորիզոնական գիծը նշանակում է հավասարում։ Հիմա բազմապատկումը սկսում է միավորից։ 3 անգամ 3 9 գրում ենք որտեղ 3 անգամ 2 ապրեք 3 անգամ 1 Տեսեք երեխաներ, եռանիշ թիվը բազմապատկեցի միանիշ թվով եւ ստացա եռանիշ թիվ 369 369-ի մեջ քանի տասնյակ կա այս թվի մեջ քանի տասնյակ կա Դիանա Այս թվի մեջ կա 36 տասնյակ Այս թվի մեջ ընդամենը քանի միավոր կա երեխաներ Արտյոմ Այս թվի մեջ կա 369 միավոր
Երբ ասում եմ այս թվի միավորների կարգում քանի միավոր կա, նստի, Անգելինա, միավորների կարգում։ Միավորների կարգում կա 9 միավոր։ Եթե ես կարգը չեմ նշում, նշանակում է ամբողջ թվին է վերաբերվում։ Եթե կարգն եմ նշում, օրինակ այս թվի մեջ տասնավորների կարգում քանի տասնյակ կա։ Տասնավորների կարգում կա 6 տասնյակ։ Ուրեմն այսպիսով 369-ը մենք արդեն իմացանք եռամիջ թիվ է, նաև կերթիվ է, իմացանք թվի մեջ քանի տասնյակ կա, քանի միավոր կա, քանի հարյուրյա կա։ Հիմա երեխաներ, այս սյունյակաձև բազմապատկում կկատարել, արդեն կարգային անցումով կկատարել բազմապատկումը։ Գրում եմ 246 անգամ 4։ Ու շատիտ հետևեք, ինչ է նշանակում կարգային անցում։ Որևէ մեկը հասկանում է ինչ է նշանակում կարգային անցում։ Մենք անցել ենք գումարման դեպքում։ Ով կարող ասել, ինչ է նշանակում կարգային անցում։ Անահիտ։ Կարգային անցում ասել է, հասկանում ենք, որ թանկյանիշ թիվը բազմապատկելիս ստանում ենք երկնիշ թիվ։ Ստանում ենք երկնիշ թիվ։ Իսկ երկնիշ թիվը ես կարող եմ միավորների շարքում երկնիշ Ոչ, թիվ։ պետք է միավորը գրենք, իսկ տասնյակ։ Դե հիմա ուշադիր հետևեք, սա կոչվում է կարգային անցում։ Սկսեցինք 4 անգամ 6 4-ը գրում ենք, 2-ը, տեսեք արդեն 2-ը տեղափոխում եմ, այս գույնով գրեմ, որ ձեզ պարզ լինի, հասկանալի լինի։ 2-ը արդեն պետք է գումարել տասնավորների, չէ՞, որտեղ վստացար երկնիշ թիվ միավորը 4, տասնավորը 2։ Հիմա բազմապատկում եմ 4-ը տասնավորի հետ, ինչ որ ստացա, արդեն իմ տեղափոխած տասնավորը գումարում եմ։ 4 անգամ 4, 8-ը գրում ենք, մեկը հատակալում ենք։ 4 անգամ 2, մեկն էլ ունեինք, այստեղ նշում եմ մեկն էլ ունեինք, ով կարող է կարդալ, ալեն կարդալ, 246 անգամ 4, հավասար է 984, 984-ի մեջ, քանի տասնյակ կա թվի մեջ, արևիկ, կա 98 տասնյակ, ճիշտ է նստի, 984-ի մեջ քանի հարյուրյակ կա, թվի մեջ քանի հարյուրյակ կա, 984 թվի մեջ կա 900 Այո, իսկ այստեղ միավորների կարգում քանի միավոր կա, միավորների կարգում Արտուր, թվի միավորների կարգում կա 4 միավոր, իսկ ով կարող է ասել թիվը ինչպիսի թիվ է, ինչպիսի թիվ է Ագապի, էլ ինչ կարող ենք ասել, նստիկ, հայություն, այս թիվը զույգ թիվ է, իսկ ինչից իմացար, որ զույգ թիվ է թիվը, վերջանում է զույգ թվով, որովհետև վերջանում է զույգ թվով։ Երեխաներ, պատկերացրեք այս տարբերակ բազմապատկման այս ձևն է, թե՞ թե մյուս ձևերը, որն է ձեզ ավելի հաճելի ու մաչելի։ Սյունյակաձև, գրառում, որևէ մեկը լավ չհասկացավ, ես նորից բացատրեմ։ Բոլորդ հասկացաք, իսկ ով է ցանկանում գալ ու ինքը կատարել բազմապատկման գործողություն։ Ով է ցանկանում։ Ալեն, այլ տեսնեմ։ 413 անգամ 2։ Լսում եք Ալենին, դուք տեղում աշխատեք, տեսնեմ ով ավելի շուտ կաշխատի ու կհամեմատենք Ալենի ստացած արդյունքի հետ։ Լսում եմ Ալենին։ Առաջինը բազմապատկում ենք միավորներին, երկու անգամ 3 հավասար է միավորների շարքում։ Հետո բազմապատկում ենք տասնավորներին, երկու անգամ 1 հավասար է 2 տասնավորների շարքում։ Այո։ Հետո բազմապատկում ենք հարյուրակները, երկու անգամ 4 հավասար է 8։ Կարդում ես Ալեն։ 413 անգամ 2 հավասար է 826։ Իսկ այս բազմապատկումը կարգային անցումով է, թե առանց կարգային անցման։ Այսինքն որևէ կարգից մյուս կարգը չանցավ, չէ՞, կարգ չի անցել։ Նստի։ Իսկ կարգային անցումով ով կարող է բազմապատկում կատարել Անահիտ։ Անահիտ գրում է 456 անգամ 5։ Առաջինը բազմապատկում ենք միավորներ, 5 անգամ 6 հավասար է 30, սրանք գրում ենք 3-ը մտապատկում։ 5 անգամ 5 հավասար է 25, 3-ը գումարած 28, 8-ը գրում ենք 2-ը մտապատկում։ Աշխատեք երեխաներ, դուք տեղում աշխատեք ու համեմատեք Անահիտին։ Հիմա բազմապատկում ենք հարյուրավորել, միավորը հարյուրավորի, ահա։ 5 անգամ 4 հավասար է 20, 2-ն հետ է 22։ Գումարած երկուսն է, կստանանք 22։ Քանի որ եթե չունի բազմապատկելու, Այո։ արդեն անցավ Հաջորդ կարգ։ Դարձում ենք Անահիտ։
456 անգամ 5 հավասար է 2280։ Հա, ծանոթ, այս թվի մեջ քանի դաս կա։ Այս թվի մեջ կա 2 դաս։ Ցույց տուր առաջի դասը։ Առաջի դասը սա է, իսկ երկրորդ դասը սա է, որը ունի 10-ավոր եւ 100։ Այսինքն երկրորդ դասը կազմված է միավորից։ Նստիր Անահիտ։ Այսպիսով ամփոփենք մեր այսօրվա սովորածը, երեխաներ ինչ սովորեցինք այսօր։ Լիլի, Այսօր մենք սովորեցինք բազմանիշ թիվը բազմապատկի միանիշ թվով շրջանակաձև։ ապրես, իսկ երեխաներ ո՞րն է կոչվում պարագիծ։ Պարագիծ։ Թամարա, Պարագիծը դա պատկերի բոլոր կողմերի երկարության գումարն է։ երկարությունների գումարը։ Այսօր երեխաներ մենք կծանոթանանք այստեղ ուղղանկյունանիստին, որը ունի, տեսեք, ունի բարձրություն, ունի լայնություն եւ երկարություն։ Հիմա տեսնեմ ով կարող ասել գույներով այստեղ ուղղանկյունանիստը քանի բարձրություն ունի։ Անգելինա, Լանիստը ունի 4 բարձրություն։ ապրես նստի, քանի լայնություն ունի Նարեկ։ Ունի 4 լայնություն։ 4 լայնություն եւ քանի երկարություն Ագապի։ 4 երկարություն։ Ահա, 4 է։ Ընդհանուր առմամբ ուղղանկյունանիստը քանի կողմ ունի։ Քանի կողմ ունի։ Մայքլ, Ունի 12 կողմ։ այո, 12 կողմ, այսինքն 4-ը լայնություն, 4-ը երկարություն եւ 4-ը բարձրություն։ Այսինքն լայնությունները պետք է լինեն իրար հավասար, երկարությունները իրար, բարձրությունները։ Հիմա ես ձեզ դա առաջարկում եմ, որ դուք կատարեք տանը, այսպիսի մետաղալարի միջոցով կտրում եք հավասար 4-ը բարձրություն, լայնություն եւ երկարություն եւ հավաքում եք այսպիսի ուղղանկյունանիստ։ Իսկ ծայրերը իրար ինչով կարող եք միացնել ուղղանկյունանիստի։ Ահա, կարող եք ցեկոնով միացնել եւ կստանաք այսպիսի մի գեղեցիկ ուղղանկյունանիստ։ Սա հանձնարարում է տնային աշխատանք, հաջորդ ժամին դուք կներկայացնեք, սա ինչպիսի մարմին է, ատես սա մարմին է, ինչպիսի մարմին է, ուղղանկյունանիստ մարմին է։ Իսկ դուք միայն աշխատում եք ուղղանկյունանիստի կողմերը, այս կողերը, երկարություն, լայնություն եւ բարձրություն։ Հանձնարարում եմ ձեզ տնային աշխատանք եւ հաջորդ ժամին կսպասեմ ձեր գեղեցիկ աշխատանքներին։ Հասկացաք երեխաներ։ Այսքանով ավարտում ենք մեր այսօրվա դասը։